Երբ որ սկսել ես զբաղվել պիլատեսով, դրան զուգահեռ նաև սովորել ես ուրիշներին սովորեցնելու համար։ Սովորել եմ ինքս ինձ համար։ Մտքի ուժը շատ կարևոր է պիլատեսի համար։ Երբ որ լռում ես ու լսում ես քեզ ավելի ես ճանաչում, ինչ որ եղանակով, էլ ավելի երջանիկ ես լինում։ Էլ ավելի սովորել, ինչ է պիլատեսը ու ոնց է անդրադառնում հենց հոգեբանական կողմի վրա։ Տենց արտահայտություն կա, չէ, շարժումը կյանք է։ Չէ, որակյալ շարժումն է կյանքի։ Չես կարա ուղղակի շարժում անել այդ պրինցիպները չհետևելով։ Everything Wellness-ի շրջանակում մենք միշտ խոսում ենք ամենակարևորի մասին, wellness-ի մասին։ Եվ այսօր մեր հյուրն է Հայաստանի առաջին եւ միակ պիլատեսի դպրոց ստուդիոյի համահիմնադիր, Հայաստանում բազմաթիվ մարդկանց կյանքեր փոխող Ինեսա Ղազարյանը։ Ինեսա ջան, մերսի հրավերն ընդունելու համար։ Կպատմես ինչ է պիլատեսը։ Ինքը հասկանում եմ, որ ընդհանուր sense հարց է, բայց խնդրում եմ կպատմես մեզ այսօր ինչ է պիլատեսը։ Աննա ջան, իրականում խոստովանեմ, որ պիլատեսի մասին ես կարող եմ ժամերով խոսել, ուղղակի մեր հաղորդման շրջանակում ես չեմ տեղավորվի։ Պիլատեսը իմ կյանքում կյանք է, շունչ է, վերածնունդն է, ինչ որ մի իմ կյանքի փուլում իսկապես ես ապրեցի վերածնունդ, երբ որ պիլատեսը մտավ իմ կյանք։ Իսկ եթե որպես մասնագետ ասեմ, պիլատեսը մեթոդ է, կոնցեպտ է, որը մեզ սովորեցնում է կրթել եւ հասկանալ մեր մարմինը շարժման միջոցով, ստեղծել բարեկեցիկ կյանք եւ մեր միտքը օգտագործել ճիշտ ուղղությամբ։ Ես կարող եմ ավելի ոնց որ բացել այդ փակագծերը, ինչա նշանակում պիլատեսը մեթոդ է, այսինքն ինքը ֆիթնես չի։ Մեթոդը ֆիթնեսից տարբերվում է նրանով, որ եթե ֆիթնեսի տեսակ լիներ, ուղղակի ինքը կլիներ վարժությունների ինչ որ շարք, ինչ որ եւ վերջ։ Այսինքն եկանք, արեցինք աջ, ցախ 1 2 3 հաշվեցինք, էներգիա ծախսեցինք, կալորիա վառեցինք, գնացինք, բայց պիլատեսը մեթոդ է, որտեղ ամեն շարժում ունի իր իմաստը, ունի իր նպատակը, ամեն շարժում ունի իր շնչառությունը, իր տեխնիկան, իր մկանային ֆոկուսը եւ այդ շարժումները մեզ սովորեցնում են փոխել մեր կյանքի որակը, բայց գիտակցված, այսինքն պիլատեսում մենք ոչ միայն մարզում ենք մեր մարմինը, այլ նաեւ մարզում ենք մեր միտքը։ Իսկ մեր մտքի հնարավորությունները անսպառ են, երբ որ մենք արդեն կարողանում ենք մեր մտքի ուժը ճիշտ ուղղությամբ օգտագործել, մենք կարողանում ենք փոխել մեր կյանքի որակը եւ պիլատեսի օգնությամբ մենք ստեղծում ենք արդեն հավասարակշռված մարզված մարմին եւ հավասարակշռված մարզվածը ոչ միայն մկանային խմբերի մասին է, չնայած որ դա նաեւ առաջնային է, այսինքն պիլատեսում մենք երբեք չենք առանձնացնում ոչ մի մարմնի մաս, ամբողջ մարմինը որպես մի ամբողջություն ենք մենք մարզում եւ այդ հավասարակշռությունը ոչ միայն մկանային խմբերի միջև է, այլ նաեւ հավասարակշռություն մարմնի եւ մտքի միջև, այսինքն այդ նեյրո մկանային կապը անպայման մենք պետքա ստեղծենք։ Եթե այդ կապը մենք չստեղծենք, մենք արդեն պիլատես չենք ստանա։ Այսինքն ես պետք է զգամ ամեն շարժումը ինչ նպատակ ունի, ինչի համար եմ ես դա անում, ինչ է դա ինձ տալիս, ուղղակի շարժումներ չենք անում։ Ինեսա, իսկ երբ ես դու սկսել զբաղվել հենց պիլատեսով։ Հենց պիլատեսով սկսել եմ զբաղվել որպես մասնագետ 15 տարի առաջ, բայց պիլատեսին ծանոթացել եմ շատ ավելի շուտ։ Նախ ասեմ, որ առհասարակ շարժվել սիրել եմ միշտ եւ մանկուց չնայած լինելով կլասիկ երաժիշտների ընտանիքի ոնց որ դուստր, բայց ես հակառակ միշտ սիրել եմ շարժվել, գտել եմ միշտ, չգիտեմ, գիմնաստիկա, պար եւ մանկուց շատ սիրել եմ։ Հետո ես սիրողական եմ շատ երկար տարիներ եւ երբ որ առաջի անգամ պիլատես տերմինին ծանոթացա ես մի այլ մարզաձևին, ինձ շատ հետաքրքրեց, որտեղ ինքս չէի սիրում ակտիվ ինչ որ մարզաձևեր, բայց ուզում էի նաեւ լիներ որ մարզաձև, որ ակտիվ չի, բայց ծանր լուրջ աշխատանք է տարվում եւ դա հենց պիլատեսներ, չնայած այդ ժամանակ երբ որ ես այդ տերմինին ծանոթացա պիլատեսի Հայաստանում դեռևս չգիտեմ պիլատեսը ինչ է եւ ինքը սկսեցի ուսումնասիրել, կարդալ, գտա դպրոցը Հայաստանում դեռևս չկար այդ հնարավորությունը ուսում ստանալու պիլատեսի ոլորտում եւ գտա դպրոցը արտասահմանում, գնացի, սովորեցի, բայց մինչեւ սովորելը ես այնքան ուսումնասիրեցի այդ ամեն ինչը եւ երևի ասենց ինֆորմացիայի կեսը արդեն գիտեի, երբ որ ես գնացել էի սովորելու։ Արտասահմանում ուսում ստացա, հետ եկա Հայաստան եւ միանգամից 4 ակումբներում
տարիներում անցա աշխատանքի, որտեղ ուսումս բավականին բարձրակարգ էր։ Այսինքն ստացվում է, որ երբ որ սկսել ես զբաղվել պիլատեսով, դրան զուգահեռ նաև սովորել ես ուրիշներին սովորեցնելու համար։ Չէ, սովորել եմ ինքս ինձ համար։ Ինքս ինձ համար, որովհետև եթե ես որոշել եմ արդեն դառնալ պիլատեսի մասնագետ, ես չէի կարող աշխատել, մինչև ես չունենայի բոլոր հարցերի պատասխանը։ Ես չէի պատկերացնում, որ ես գնամ դաս տամ ու հանկարծ ինձ մեկը հարց տա ու ես այդ հարցի պատասխանը չգիտեմ։ Երբ որ ես զգացի, ես լիարժեք պատրաստ եմ դասավանդելու, այսինքն որպես մարզիչ աշխատելու, ես այդ ժամանակ սկսեցի արդեն աշխատել, բայց իմ ուսումը չի դադարել մինչ այսօր։ Ես մինչ այսօր սովորում եմ եւ պիլատեսը այնպիսի մեթոդ է, որ ինքը պահանջում է այդ ուսումը, այսինքն այդ ճանապարհը մենք ընդմիշտ պետք է անցնենք։ Ընդմիշտ, որովհետև մարդու կյանքի տեսակն է փոխվում, մարդու ապրելակերպն է փոխվում, մենք այդ ամեն ինչի հետ միասին պետք է քայլենք եւ գնանք առաջ։ Եվ նույնպես մեթոդը օրինակ 100 տարի առաջ հենց կլասիկ դասական պիլատեսը եւ այսօր ինքը ինչ էվոլյուցիայի է ենթարկվել, որովհետև 100 տարի առաջ մարդու ապրելակերպը, մարդու կենցաղը, առօրյան ուրիշ ձև է։ Հիմա այո, մենք պետք է բավարարենք այսօրվա մարդու պահանջները։ Ինեսա, իսկ որոնք են այսօրվա մարդու պահանջները, որոնք դուք հասկանում եք դասի ամենաառաջինը հիմա շատ լավ կյանք է ստեղծված հատկապես կնոջ համար։ Այն հոգսերը, որոնք ունեին մեր մամաները, մեր տատիկները, մենք չունենք այսօր։ Մենք այսօր լվացք չենք անում ձեռքերով, մենք այսօր մեր շարժումները շատ սահմանափակված են։ Մենք շատ ավելի նստակյաց կյանք ենք վարում։ Աշխատանքն է նստակյաց, իսկ նստակյաց կյանքը ողնաշարի համար մեկ թշնամին է։ Նստակյաց կյանքը, հեռախոսները եւ համակարգիչները, որ մենք ամբողջ օրը sense կուզ դիրքով արդեն մեր ողնաշարը, մեր կեցվածքը փոխվում է ու շատ առողջական խնդիրներ են առաջանում։ Չասեմ, էլ այդ առողջական խնդիրների հետևանքով ինչքան ցավեր ենք ապրում ամեն օր։ Ես ուզում եմ վերադառնալ քո նախորդ խոսքին, որտեղ նշեցիր կրթության մասին, որ 15 տարի առաջ սկսեցիր ավելի խորքային ուսումնասիրել եւ վերջում դարձար էքսպերտ։ Կարող ես ավելի մանրամասն պատմել դպրոցի մասին, դպրոցի մշակույթի, ուսանողների, ինչ տվեց ու ինչ էր առասարակ այդ դպրոցը։ Նախ 15 տարի առաջ, երբ որ ես վերապատրաստում անցա, Ռուսաստանում էր։ Ռուսաստանում էլ այդ ժամանակ դեռևս այդքան շատ տարբերակներ չկային, կար 1 եւ 2 դպրոց։ Ես այդ ուսումը, որ անցա, արդեն եկա միանգամից անցա աշխատանքի, բայց ինձ դա բավական չէր, որտեղ ես էլի ուսումնասիրում էի, գտնում էի աշխարհի լավագույն դպրոցները եւ այդ լավագույն ոնց որ եռյակից մեկի հետ նորից անցա վերապատրաստում մի քանի տարի հետո։ Այսինքն ես նույնիսկ լինելով արդեն իսկ պահանջված մասնագետ, ես չէի մտածում, դե լավ, արդեն պահանջված եմ, ինչ ինձ կտա դրանից ավել, մեկը աշխատավարձս նույնն է մնալու, ինչի որ շատ մասնագետներ իդեպ տենց մտածում են, որ ինչի համար այդքան գումար ծախսեմ գնամ, մեկը ամեն ինչի նույնն է մնալու, չէ, ես դա տենց չէի մտածում, որովհետև ես ինքս էի ուզում զարգանալ, առաջին հերթին ինքս եմ շատ սիրում պիլատեսը, որովհետև ինքս հենց լրիվ իմն է, իրա հենց ամեն ինչը զգում եմ մարմնիս ամեն բջիջով։ Եվ երբ որ վերապատրաստվում էի դեպ, սկզբից վերապատրաստվեցի մատ պիլատես ծրագիրը, եւ երբ որ ուզում էի արդեն մեծ մարզասարքերը վերապատրաստվել, ինձ արտասահմանում ասեցին, իսկ ինչու ես վերապատրաստվում, մեկը դուք Հայաստանում չունեք այդ մարզասարքերը, ինձ այդ հարցը շատ զարմացրեց, որովհետեւ իմ համար նույնն էր, ոնց որ բժիշկին ասեն, դե եթե դու չգիտեմ, ատամնաբուժиш մենակ ատամը ուսումնասիրի, ինչ ես ամեն կենսաբանություն ուսումնասիրում, ես ասացի, օքեյ, լավ է, ես կսովորեմ ու ես մեծ մարզասարքերն էլ ոնց որ վերապատրաստում անցա, եւ այդ ժամանակ Հայաստանում դեռևս չկար ակումբ, որ ուներ այդ մեծ մարզասարքերը ու ես երազում էի այդ մարզասարքերով ուղղակի աշխատել եւ երբ որ տեսա գովազդ որ կա ակումբ որ առաջինն է բերում արդեն ռիֆորմեր այդ ժամանակ արդեն 4 տեղ ես աշխատում էի ու սենց մտածեցի ինչ ուզում ալնի ուզում 5-րդ լինի ֆիզիկապես ես հասկանում եմ որ ես չեմ հասում բայց ես ասացի ինչ ուզում ալնի ես այդտեղ պետք է աշխատեմ առաջինը ոչ թե որ շատ փող աշխատեմ այլ որ ես այդ սարքով կարողանամ պրակտիկա անեմ եւ որպես մասնագետ արդեն խորանամ այդ ամեն ինչի մեջ ու հետո դրանից հետո էլի
մեկ դպրոց եմ սովորել, արդեն ոնց որ ուրիշ էլի այդ առաջատար դպրոցներից մեկը, որը ինձ համար այս պահին ամենաառաջատարն է, աշխարհի լավագույն ոնց որ կրթող պիլատեսի համակարգն է, դա այդ դպրոցի ներկայացուցիչը այս պահին նաև հանդիսանում է իմ ստուդիան։ Ես արդեն նաև հանդիսանում եմ այդ դպրոցի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում եւ իրականում դա հիանալի հնարավորություն է շատ մասնագետների համար, երբ որ Հայաստանում արդեն կա եւ դու չես գումար ծախսում, մեկն ես արտասահման, չգիտեմ, հյուրանոցա, տոմսա, վերապատրաստում այդ ամեն ինչը շատ թանկ արժի, առհասարակ պիլատեսը ինքը իրանով թանկ մարզաձև է եւ ուսումնել է թանկ եւ այդ հնարավորությունը արդեն Հայաստանում մենք ստեղծել ենք։ Այդ դպրոցները անցնելուց հետո ես էլի շարունակում եմ սովորել։ Շատ արդեն սերտիֆիկատներ ունեմ, բայց շատ խորանում եմ եւ դպրոցը մեզանից դա պահանջում է։ Մեզ որպես մասնագետներ իրանք չեն թողնում, որ մենք թուլանանք։ Այսինքն պարտադրում են, որ մենք անձամբ մենք պարապենք, այսինքն նենց չի ես դարձա մարզիչ, ես միայն դասավանդում եմ։ Ես պետքա ինքս ամեն օր մարզվեմ, որովհետեւ եթե ես այդ մեթոդը ինքս չեմ զգում իմ այն ամեն բջիջով, ես դա չեմ կարողանա ձեզ տամ։ Ես այն ինչ որ զգում եմ, ես հետո ձեզ բացատրում եմ ու դուք հետո զարմանում եք, ասում եք՝ «Վայ, հա Ինեսա ջան, բա ո՞նց իմացար, որ ես այդ պետք է զգամ»։ Դա հենց այդ պրակտիկայի արդյունքն է։ Ինես, այս ինչով է տարբերվում պիլատեսը մյուս մարզաձևերից, այսինքն այն հիմնական պրինցիպը, չգիտեմ, ինչով է տարբերվում։ Հասմիկ ջան, հենց ճիշտ բառ օգտագործեցիր, պրինցիպ։ Նախ տարբերում է նրանով, որ ինքը ֆիթնեսի տեսակ չի, ինքը մեթոդ է, ու սպորտ էլ չի, չէ՞, շատ անգամ մարդիկ ասում են գնում են սպորտի։ Սպորտը դա լրիվ ուրիշ բան է, դա մասնագիտացված, դա շատ նեղ մասնագիտական բան է։ Ֆիթնեսի շատ տեսակներ կան։ Ինքը արդեն մեթոդ է, ինչով է տարբերվում, որ մենք ունենք հենց ձեր բառը օգտագործել պրինցիպներ։ Այդ սկզբունքները պիլատեսում կան հիմնական 6 սկզբունք, բայց մեր դպրոցը ավելի զարգացրել է, դարձել է 10 սկզբունք, օրինակ շնչառություն, կենտրոնացում, վերահսկում, այդ պրինցիպներն են իրան դարձնում շատ եզակի եւ տարբերվող բոլոր մնացած մեթոդներից եւ մարզաձևերից։ Այսինքն, երբ որ մենք մեկ շարժում ենք անում, մենք մտածում ենք այդ 10 պրինցիպի մասին։ Իմ գլխում պտտվում է, ճիշտ է, սկզբից շատ բարդ է լինում, որովհետեւ դու միջև մտածում ես՝ «Վայ, կոնքս ճիշտ պահեմ, մի րոպե պետք է ստեղ մի հատ է շնչեմ, մի րոպե պետք է ոտքս է սենց անեմ»։ Իրականում սկզբից դժվար է լինում, հետո դու արդեն դա ռեֆլեքսորեն անում ես, այդ պրինցիպներն են, որ իրան դարձնում են եզակի։ Չես կարող ուղղակի շարժում անել այդ պրինցիպները չհետևելով։ Իրականում դա կարծում եմ ուղեղի ու հոգեբանության վրա էլ է շատ լավ ազդում։ Ես վերջերս մի հետազոտություն կարդացի, որ հետազոտություն են արել եւ տեսել են այն կանայք, որ ունեն մարզված ամուր ոտքեր, իրենց կոգնիտիվ ֆունկցիան ավելի լավ է աշխատում, քան այն կանայք, որոնք մարզված ոտքեր չունեն, այսինքն ոտքերը ուղիղ կապ ունի ուղեղի հետ։ Ոտքերը ուղիղ կապ ունի ուղեղի հետ, առհասարակ ամեն մարմնի մասը կապ ունի։ Նայեք, օրինակ պիլատեսում մենք բացի մարմնից մարզում ենք միտքը, չէ՞, բայց մենք երբեք չենք բաց թողում ոչ մի մարմնի մաս։ Մենք չունենք, օրինակ մյուս մարզաձևեր, կան մարզաձևերն ու իրանց ոնց որ սիստեման տենց է, ոչ թե ասում եմ լավ է կամ վատ է, այլ որ իրենց մոտ այդպես է, որ կարողա դու մի օր մարզես մարմնի մի մասը, մյուս օրը մյուս մասը, այն մյուս օրը եւ տենց շաբաթվա մեջ օրինակ մարմնի մի մաս է մարզում։ Պիլատեսում դա անընդունելի է, որովհետեւ պիլատեսը մարմինը մեկ ամբողջություն ենք մենք իրան վերցնում եւ որպես ամբողջություն այդ հավասարակշռությունը արդեն մարմնի ստեղծում ենք։ Շատ անգամ եթե մարդ օրինակ խնդիր ունի չգիտեմ, ոտնաթաթի խնդիր ունի, դա չի նշանակում, որ ես պետք է մենակ ոտնաթաթի հետ իր այդ աշխատեմ։ Ոտնաթաթի աշխատանքը մինչև երեսի սիրուն մեր տեսք ունենալը արդեն ազդեցություն է, այսինքն թաթը կապված կլինի ծնկի հետ, ծունկը կոնքի հետ, կոնքը ուսի հետ, մեկը մեկի հետ սենց ցանցակապված է եւ չենք անտեսում երբեք ոչ մի մարմնի մաս, այսինքն մեկ դասի ընթացքում մենք մարզում ենք ամբողջ մարմինը, արտաքին մեծ մկանները, խորը մկանները, որը որ պիլատեսի են ամենակարևոր մասն է կազմում, որովհետեւ խորը մկանները ոչ մի մարզաձև չի մարզում այնպես, ինչպես պիլատեսը, իսկ խորը մկանները դա շատ կարևոր ստաբիլացնող մկաններ են, որոնք գտնվում են մեր ողնաշարին ամենամոտիկը եւ ես միշտ տենց ոնց այդ արտահայտությունն ասում ոնց որ իրանք sense բրոնիժիլետ լինեն ողնաշարի համար, այսինքն եթե այդ մկանները ուժեղ են, մարզված են, իրանք պաշտպանում են ողնաշարը։
Հետո որքանով ես եմ տեղեկացված, պիլատեսում մկանները այլ մեխանիզմով են, չէ, աշխատում, այսինքն եթե ուժային մարզման մեջ լինում է կոնցենտրիկ կծկում, ապա պիլատեսի դեպքում Նաև, կծկումը այո, նաև էքսենտրիկ։ Իրականում մենք երևի պիլատեսով օգտագործում ենք մկանային բոլոր կրճատումները, այսինքն իզոմետրիկ օգտագործում ենք, իզոտոնիկ իր հենց կոնցենտրիկ եւ էքսենտրիկով օգտագործում ենք ու ամենա հենց հետաքրքիրը դա է, որ մենակ այդ կոնցենտրիկը չես օգտագործում, դրա համար մենք շատ շուտ արդյունք ենք տեսնում, այսինքն մենք երկու փուլով աշխատացնում ենք մկանը, ոչ միայն կրճատելով եւ կարճացնելով եւ անկյունը փոխելով, այլ նաեւ երկարացնելով, բայց երկարացնելու այդ էքսենտրիկ աշխատանքի ժամանակ մենք արդեն այդ վերահսկումն է գնում, որը որ այսինքն չի թողում քո մկանը ոչ մի ձև հանգստանա։ Եվ դրանից էլ մենք ունենում ենք շատ շուտ արդյունք։ Այ օրինակ զսպանակներով, չէ, մեր մեծ մարզասարքերում մենք ունենք զսպանակներ, հենց զսպանակները ստեղծում են այդ էքսցենտրիկ մկանային աշխատանքը։ Օրինակ կարամ ցույց տամ, լավ, եթե կուզենա կարող եմ նաև ցույց տալ, օրինակ նայեք, ես հիմա մկանս կոնցենտրիկ կկծկեմ, как раз բիցեպսս կտեսնեք։ Ես հիմա իրան կոնցենտրիկ, ինքը կարճանում է, չէ, արդեն ուժային։ Ես հիմա իրան նայեք, ոնց որ շատ օրինակ մարզաձև եմ, ուղակի կթուլացնեմ, մկանս ուղակի թուլացավ։ Ես հիմա իրան կոնցենտրիկ կկծկեմ, էքսցենտրիկ բաց եմ թողում, բայց մկանս լարված է մնում։ Մկանս երկարում է, բայց ինքը աշխատում է։ Այսինքն ես իրան ընդհանրապես հանգիստ չեմ թողնում։ Ինքը երկու ոնց որ փուլերով աշխատանք է տանում։ Ես ուղղակի խենթանում եմ մկանների համար, որ տեսնում եմ մկանոտ ձեռքեր, շատ բոլոր այդ մկանային կրճատումները մենք արդեն աշխատացնում ենք մարզաձևում։ Հա, Ինեսա ջան, իսկ չեք ասի տարբերությունը մեծ պիլատեսի, ռեֆորմերի եւ լագրիի միջև։ Հատկապես այդ մկանների աշխատանքի տեսանկյունից ինձ հետաքրքրեց։ Նայեք, եկեք սկսեմ սկզբից մատ պիլատեսը եւ ռեֆորմերները, ու ռեֆորմերներ չասեմ, ասեմ մեծ մարզասարքեր, քանի որ մենք պիլատեսի մասնագիտացված ստուդիա ենք, մենք ունենք պիլատեսի բոլոր մարզասարքերը, չունենք ինչ-որ բան, ինչը պակասում է։ Նույնիսկ ասեմ ավելին, մենք ունենք մեկ մարզասարք, որը հենց ոնց որ պատենտավորված, հենց մեր դպրոցի հիմնադիրն է ստեղծել այդ սարքը, այսինքն ոնց որ մի հատ պլյուս ավել ունենք, տարբերությունը մատ պիլատեսի եւ մեծ մարզասարքերի միջև։ Մատ պիլատեսը աշխատանք է, որը տարվում է սեփական քաշով, ուղղակի գորգերը փռում ենք եւ աշխատում ենք հատակին, հիմնականում հատակին, մեր սեփական քաշով, բայց այդտեղ արդեն գալիս է նաև որպես մարզասարք մենք օգտագործում ենք երկրի ձգողականության ուժը, շատ հետաքրքիր աշխատանք է իրականում տարվում եւ դու արդեն դիմադրություն ես ստեղծում այդ աշխատանքը ձգողական եւ քո սեփական քաշի հետ ես աշխատում եւ ձգողականության ուժի հետ ես աշխատում եւ իրականում մատ պիլատեսի մեջ այդ ներքին աշխատանքը շատ մեծ է, այսինքն այդ կայունացումը, այդ բալանսը, այդ աշխատանքը գրավիտացիայի հետ արդեն ամեն ինչը մտքից կառավարվում է եւ դու սովորում ես տարածության մեջ ղեկավարել քո մարմինը եւ իրականում շատ հետաքրքիր է, երբ որ դու առանց որևէ քաշի կարողանում ես ծանր աշխատանք տանել, իսկ դա պիլատես, մատ պիլատեսը աշխարհի բարդագույն դասն է սեփական քաշով աշխատանքով։ Երբեմն կողքից նայում ես չես պատկերացնում, թե ինչքան ինքը բարդ կար, դե լավ սեփական քաշով ինչ կարող ես անես, բայց հավատացնում եմ ձեզ, կարող եք գալ, փորձել, լսելով եւ նայելով դուք չեք կարող պատկերացնել ինքը ինչքան բարդ է, շատ հետաքրքիր դաս է։ Նաեւ մատ պիլատեսին մենք կարող ենք օգտագործել փոքր մարզասարքեր, ունենում ենք օղակներ, գնդակներ, ռեզիններ եւ ամենակարևոր բանը, որ մատ պիլատեսում դու չունես օգնություն, այսինքն այդ ասիստենտը, որը մենք արանք ունենանք մեծ մարզասարքերով, մենք ընդհանրապես չունենք, մենք ենք մեր սեփական քաշը, ձգողականության ուժը, մտքի այդ ներքին խորը աշխատանքը։ Իսկ մեծ մարզասարքերով արդեն ոնց որ այստեղ ավելի ներքին ուժն է։ Մեծ մարզասարքերով մենք աշխատում ենք արտաքին ուժի հետ։ Ես դիմադրում եմ այդ արտաքին ուժը արդեն ինչ որ հակասող ինչ որ բան է իմ համար ստեղծում, ուժ է ստեղծում եւ ես արդեն սկսում եմ դիմադրությունով իր հետ աշխատել։ Մեծ մարզասարքերի տարբերությունն նաեւ այնն է, որ ես մեծ մարզասարքերով կարող եմ օրինակ հաճախորդին օգնություն տալ։ Ինքը եւ կարա դիմադրություն ստեղծի եւ կարող է օգնություն ստեղծի։ Շատ վարժություններ կա օրինակ մատ պիլատեսում, որ եթե մարդ դժվարանում է անի, ես մեծ մարզասարքերով զսպանակների եւ այլ այնտեղ
աքսեսուարների օգնությամբ կարողանում եմ օգնել, երբ որ ինքը արդեն այդ մարզասարքով կարողանում անել, նոր ինքը փորձում է սեփական քաշով այդ աշխատանքը անել։ Հետո մեծ մարզասարքերի տարբերությունը ես մեծ մարզասարքերով կարողանում եմ այդ դիմադրության ուժը մեծացնել կամ մեծացնել կամ հակառակ հեշտացնել։ Մեծացնել օրինակ ուզում եմ, չգիտեմ, ավելի շատ այսօր բիցեպս մարզել, ես կարող եմ այդ սպանակները ուղղակի փոխել եւ ավելի շատ ոնց որ sense լոկալ աշխատանքն անել, օրինակ ոչ առանձին, բայց աշխատելու եմ մեկ դասի ընթացքում ես աշխատում եմ ամբողջ մարմնի հետ, բայց կկարողանամ արդեն ավելի կենտրոնացնել աշխատանքը։ Այսինքն ստացվում է այնպես չի, որ մատ պիլատեսը ավելի հեշտ է, քան մարզասարքով։ Իրականում այդ թյուր ոնց որ այդ կարծիքը նաև կա մարդկանց մեջ, մեր ստուդիայի շատ մարդ զանգում է, հենց առաջինը ուզում են գրանցվել անպայման ռիֆորմերն ու մենակ ռիֆորմեր դել, ոնց որ այդ բառը գիտեն, ռիֆորմեր այդ մեծ մարզասարքերին, մտածելով դե լավ այնտեղ սեփական քաշով ինչ պետք է անենք։ Ես ունեմ ռիֆորմերը հաճախորդներ, որոնք վախենում են գան մատ պիլատեսի։ Հետո մատ պիլատեսը սուպեր ինտենսիվ դաս է, ինքը առաջի 20-25 րոպեն մենք աշխատում ենք որովայնի մկանների հետ։ Ինքը այդպիսի էպսի դաս գոյություն չունի, ոնց որ մատ պիլատեսն է։ Պիլատեսի էպսը ուղղակի իդեալական է։ Տենց աշխատանք ոնց որովայնի հետ արվում է մատ պիլատեսին, ես դեռ ոչ մի մարզաձևում չեմ տեսել, ես շատ մարզաձևերով զբաղվել եմ, այսինքն ես կարամ հստակ իմ ոնց որ կարծիքը ասեմ, այնպես չի, ես սիրում եմ դա դրա համար ասում, ես շատ տարբեր մարզաձևեր փորձել եմ։ Բայց այնպես ոնց ձևավորեց իմ մարմինը եւ իմ միտքը պիլատեսը ինձ ոչ մի մարզաձև երբևէ չի տվել։ Իրականում հա չեմ կարող չհամաձայնվել։ Այստեղ ունեմ սենց մի հարց քեզ, ինչ հարցեր են հաճախ տալիս մարզվողները կամ ինչ գեփ կա օրինակ չգիտեմ տերմիններ կամ ինչ որ բաներ, որոնք ընթացքում դուք անդադ սովորեցնում եք բացի հիմնական պարապմունքը։ Հարցեր շատ են տալի, ես նույնիսկ ուզում եմ սենց ոնց որ իմ էջում սենց վիդեոներ նկարեմ, շատ տրվող հարցեր ու այդ հարցերին պատասխանեմ։ Հիմնական հարցը, երբ որ ես սկսեցի դասավանդել պիլատես, իսկ պիլատեսով ձևավորեցի իդեալական մկանային ռելիեֆ, ոչ մեկ չէր հավատում, որ դա պիլատեսն է ինձ տվել։ Ես այդ ժամանակ աշխատում էի ակումբում ու բոլորին թվում էր, որ ես թաքուն գնում եմ տրինաժորն, բայց ինձ ոչ մեկ երբևէ տրինաժորնի զալում չի տեսել, բայց ինձ միշտ այդ հարցը, ինեսա ջան, ես մարմինը պիլատեսով ունեք, հա հաստատ տրինաժորնի զալ չեք գնում, տենց ոնց որ այն քիչ էր մնում, չգիտեմ, ստորագրեի, մի հատ կնիքը դնեի, որ իրանք հավատային։ Ամենաշատ տրվող հարցը երևի հաճախորդի կողմից է դա ես միայն պիլատես եմ անում եւ այն ամեն ինչ որ ստեղծել եմ իմ մարմինը պիլատեսն է տվել թե ոչ։ Հետո շատ են հարց տալի սննդակարգի համար։ Միշտ մարդկանց թվում է որ մարզիչը ոչ մի բան չի ուտում։ Բայց մենք լավ ուտում ենք, ես չգիտեմ մի մարզիչ, ով որ քաղցր չի սիրում։ Մենք բոլորս քաղցր սիրում ենք, մենք բոլորս քաղցր ուտում ենք, ինչ որ տեղից մենք էլ պետք է այդ էներգիան ստանանք։ Մյուս տրվող հարցերը, հիմնականում շատ նաեւ սենց առողջական հարցեր են տալի, որը որ ճիշտ ասած ես չեմ սիրում այդ հարցերին պատասխանել եւ նույնիսկ իմ մարզիչներն են ասել են որ այդ հարցերին, այսինքն եթե դա բժշկական ոնց որ նեղ մասնագիտական հարց է, թող բժշկի այդ առաջին այդ բոլոր բժշկական եւ առողջական հարցերը մարզիչին խորհուրդ ենք տալի, որ առաջինը խորհրդակցի իր բժշկի հետ, եթե ինքը ինձ ասի ինքը ինչ խնդիր ունի, ինչա հակասել եւ ինչա ցուցել բժիշկը, ես արդեն գիտեմ իր հետ ինչ անեմ։ Իսկ կան ինչ որ հակացություններ պիլատեսի։ Չէ, բացարձակ չկան։ Այսինքն պիլատեսով կարող են զբաղվել բացարձակ բոլոր մարդիկ եւ արական սեռի ներկայացուցիչներ եւ իգական տարիքային ոչ մի սահմանափակում չունի։ Ես ինքս մենակ կսահմանափակեմ շատ փոքր երեխաներին, որովհետեւ այդ գիտակցվածությունը, որը որ մեծ մարդը կարող ունենա, փոքր երեխան չի կարողանա իր գիտակցությունը այդքան օգտագործի մարզաձևում, ինչպես ոնց որ հասուն մարդը։ Եվ ցանկացած առողջական խնդիր ունեցող մարդը, եթե դա ինչ որ լուրջ խնդիր չէ, որ իսկապես չի կարելի, բայց դեռ չեմ ունեցել այնց դեպք, որ ինչ որ խնդիր կա, որ ինքը պետքա չմարզվի։ Հենց ի սկզբանե պիլատեսը ստեղծվել է որպես ռեաբիլիտացիա, որպես վերականգնում։ Հենց Ջոզեֆ Պիլատեսը այս ինչի է ինքը կոնցեպտ համարվում, որովհետև այդ գաղափարն է ստիպել Ջոզեֆ Պիլատեսին այս մեթոդը ստեղծել, որովհետև ինքը ունեցել է շատ առողջական խնդիրներ եւ այդ գաղափարը ստեղծվել է, որ ոնց անի, որ ինքը
իրեն առողջ զգա եւ ինքը մի տարիքում արդեն այնքան իրան առողջ է զգացել, որ նույնիսկ սենց ժուրնալներ, առողջության հետ կապված ժուրնալներ իրան կարճել են նկարվելու։ Ինեսա ջան, կուզեի մի քիչ էլ խոսեինք պիլատեսի ազդեցության մասին մարդու ինչպես բնականաբար ֆիզիոլոգիական ազդեցությունը, այնպես էլ նաև հոգեբանական կողմը։ Անա ջան, շատ լավ բան ես ասում, որովհետև ոնց ես արդեն նորից կկրկնվեմ, ասացի, որ բացի մարմնից մենք մարզում ենք նաև միտքը, բացի մտքից նաև այդ հոգեկան վիճակն է լավանում, այսինքն այդ հավասարակշռությունը, բալանսը, որ ստեղծում ենք, ամեն ինչի միջև է, մենակ մեր արտաքին տեսքը չի, մենք ներքին այնքան բաներ ունենք, որ այդ հավասարակշռությունը պետք է։ Ձեր հոգեվիճակն է, այսինքն մենք լավացնում ենք այդտեղ սրտանոթային համակարգ, էնդոկրին համակարգ, հորմոնալ համակարգ, լիմֆատիկ համակարգ, հոգեկան համակարգի աշխատանքը, ամեն ինչը բարելավում ենք, որովհետև այդ բալանսը ստեղծվում է շարժման միջոցով։ Ես շատ ունեմ, ես ինքս ասեմ, որ ես աշխարհի տակ ինչ ցավ ունենամ, ես վազում եմ իմ դասին, որովհետև ես անտրամադիր եմ, ես պետքա գամ դաս անեմ, վատ եմ զգում դաս անեմ։ Ինչ որ մի մաս մարմնի ցավում է, իմ դասից հետո ես լրիվ բուժված եմ լինում։ Եվ դա կարամ փաստեն շատ իմ հաճախորդներ, շատերը անտրամադիր գալիս են լավ տրամադրությունով, ել չեմ ասում այդ էներգիան, որ մարզումը տալիս է, այդ դրական էներգիան, որով դուրս ես գալի, հենց էդ էլ եմ ուզում ասեմ, որ մարզումը պետք է դրական էներգիա տա։ То есть եթե մարզումից դու սպառվում ես, ուրեմն դու ուղղակի անիմաստ մաշում ես քո մարմինը, քո էներգիան անիմաստ սպառում ես, որովհետև չկա գիտակցված աշխատանք, չկա մտքի աշխատանք, իսկ երբ որ դու շարժումը անում ես գիտակցված, դու երբեք չես սպառվում։ Դու այդ դասից դուրս ես գալի էներգիայով, դասը այդպես պետք է լինի։ Իրականում չեմ ուզում ոչ ոքի թերագնահատել, բայց ինքս ոնց եկա պիլատեսի, իրականում երկար տարիներ յոգայով զբաղվելու արդյունքում արդեն ինձ մոտ կար մի տեսակ resistance ու ինձ մոտ կար մի քիչ բացասական վերաբերմունք ջիմերի հանդեպ, որովհետև այդ աղմուկ, անընդհատ այդ ուժային, քաշային վարժությունները, ընդհանուր այդ ատմոսֆերան, միջավայրը ինձ ավելի էր բերում դիսբալանսի, քանի որ ես շատ տենց ինքս իմ մեջ խորացող մարդ եմ, շատ anxiety, անհանգստություններ ունեցող, շտապող եւ այդ հարցերը լուծելուն ինձ չէր օգնում, ընդհակառակը խանգարում էր, այսինքն ես ակնկալում էի, որ մարզումից հետո ես պետքա դուրս գամ լավ էներգիայով, կարդիոն չեմ հաշվում, որտեվ այո եւ վազել եմ դրսում եւ օրինակ վազքուղու վրա դա միշտ դրական էր անդրադառնում, բայց ջիմում մարզվելու արդյունքում ես ավելի ինձ քամված էի զգում ու ոնց որ չլծվեի այն դրական էներգիայով, ինչը որ ինձ ռեսուրս կհանդիսանար, որպեսզի գնամ ու մտավոր աշխատանք անեմ կամ իմ մնացած հարցերում էլ ավելի կազմակերպված, ավելի բալանսավորված մոտենամ։ Ու երբ որ բացահայտեցի, յոգան այդ հարցում միանշանակ շատ էր օգնում, բայց երբ որ բացահայտեցի հենց ռեֆորմերները, բացահայտեցի պիլատեսը, ռեալ հասկացա, որ այդ 45-50 րոպե մարզումը ինձ տալիս է այն կոնցենտրացիայի թեկուզ օրվա փոքր չափաբաժինը, որ ինձ օգնում է մյուս գործերը ավելի խելամիտ հասցնելուն ու հիմա մեկը ինձ համար ես սահմանել եմ երկարաժամկետ նպատակ, ել ավելի սովորել, ինչ է պիլատեսը ու ոնց է անդրադառնում հենց հոգեբանական կողմի վրա, որովհետև մարդուն երբեմն հերիք չի լսել, ինքը պիտի ֆիզիկապես դրա մեջ անընդհատ consistent լինի, որպեսզի կարողանա ազդել ուղիղ իր մտքի վրա։ Աննա ջան, իրականում այս ամենը ինչ որ դուք նշեցիք, դա մենակ դուք չեք զգում։ Ես հազարավոր մարդկանցից լսել եմ, որ վայ, գիտեք, ես մարզվում եմ, բայց ինձ չուզելով էի գնում, ինձ համոզում էի, հյութված դուրս էի գալի, պիլատեսում դες բան չկա։ Ես չեմ տեսել մի մարդ, որ մտնի ստուդիա չուզելով, հակառակը բոլորը ժամեր ու րոպեներ են հաշվում, երբ են գալու, չեմ տեսել մի մարդ, որ սենց տխուր, հյութված են, կյանքից խռոված դուրս գա ստուդիայից, տենց բան գոյություն չունի։ Նույնիսկ այն մարդիկ, որ չգիտեմ, մեկը կա ասում, այ քնության եմ պատրաստում, չեմ հասում, ես ասում արի պիլատեսի, որտեվ միտքդ լրիվ ուրիշ ձև կաշխատի, երբ որ դու մարզվես։ Չգիտեմ, հոգնած եմ, արի պիլատեսի, էներգիա կստանաս, որտեվ ես ինքս օրինակ աշխատում եմ չէ առավոտ 8-ից մինչև երեկոյան 8-ը, հենց ես օրվա կեսին իմ դասը անում եմ, էներգիաս լրիվ գալիս է տեղ։ Ես եթե այդ դասը չանեմ, ես մինչև երեկո չեմ դիմանա։ Միանգամից ես լիցքավորվում եմ այդ դրական էներգիայով։ Ու այդ արտահայտությունը, որ դուք ասում եք, ես շատ եմ լսել, բայց պիլատեսը, չգիտեմ, ինքը երևի ամենահիասքանչ բանն է, որ մարդ կարող ստեղծեր։ Ես իրականում վերջերս մտածում էի այդ մասին, պիլատեսի դասից հետո նաև քեզ զգում ես բավարար ուժեղ,
ու նաև երբ որ քո մարմնի համար լավ բան ես անում ու դրա արդյունքը նաև տեսնում ես արագ, դա քեզ տալիս է ինքնավստահություն, դու քո ուժերին հավատում ես, ես կարող եմ անել, ես ավելի ուժեղ եմ։ Այդ դուք չեք պատկերացնում։ Ես ինչը որ ասում ես զգում եմ, ես վստահ եմ, իմ սա հաճախորդները դա զգում են, հավատացեք, այսինքն այդ ինքնավստահությունը, նախ կեցվածքը։ Մեկ-մեկ լինում է մարդիկ ինձ ասում են, վայ, այդ օրը առիթի եմ չեմ հասնի կամ։ Ես ասում եմ, ոչ, դու հենց այդ օրը պետք է գաս, որտեվ առիթի գնալուց դու միայն չպիտի պատրաստվես ոնց որ, չգիտեմ, այստեղից վեր Այսինքն այստեղից ներքև էլ պետք է պատրաստին, որտեղ այդ կեցվածքը, այդ ինքնավստահությունը, որով դու կմտնես օրինակ ինչ որ միտեղ այդ էներգիան, որը դուրս կգա, դա լրիվ ուրիշ է։ Ինքը շատ լավ բան է ասում, որտեղ դուք էլ եք այդ ամեն ինչը ճիշտ զգում, դուք ոչ միայն ձեզ էներգիայով լի եք զգում։ Ես օրինակ ինձ զգում եմ ահավոր երիտասարդ։ Ես ինձ ավելի երիտասարդ եմ հիմա զգում, քան 20 տարի առաջ։ Իմ տրամադրությունն է բացվում, ավելի երիտասարդ ես զգում, ավելի էներգիայով ես զգում, քո կեցվածքը, քո ինքը շատ բան է տալի, այսինքն բացի նրանից, որ դու սիրունացար, ուղղակի արտակնապես, ինքը ներքին շատ որ ասում են կյանքի որակը փոխում է, դա իսկապես այդպես է։ Ու ես ունեմ հաճախորդներ, դուք չեք պատկերացնում ինչ փոփոխություններով։ Այնպիսի բաներ են իրանք ինձ պատմում, որ ես երբեմն ապշում եմ, ասում լավ, ինչ հետաքրքիր է, էլի դրա համար ես երբեք նկատած կլինեն իմ հետևորդները, որ դոյի պոսլի նկարները իմ էջում չեմ դնում իմ հաճախորդների, որովհետև այդ ամեն ինչը հնարավոր չի նկարով ուղղակի ցույց տալ, որովհետև մեկը գալիս ասում է, վայ, Ինեսա ջան, չգիտեմ, ոդքիս օրինակ ոտնաթաթից մի քանի հետաքրքիր բան կասեմ, ոտնաթաթից վրա մի հատ ոսկոր նկար, ինչ սկսել եմ գալ, ոսկորը անցա, որովհետև մենք footwork ենք անում, շատ կարևոր, ոնց որ մի հատ բլոկ ա մեր մարզման մեջ, այն մյուսը գալիս է ասում է ունեի օրինակ երկու դեպք, որ շատ լուրջ գլխապտույտներ ունեին։ Բացարձակ ոչ մի բան իրանց կյանքում չէր փոխվել։ Պիլատեսներ ավելացել, գլխապտույտները անցավ, չգիտեմ, նո սենց մի քիչ էլի կանացի բաներ կա, չգիտեմ կարելի է ասել թե չէ։ Շատ օրինակ մեկը մի հատ խնդիր ուներ, որ պետքա վիրահատվեր, իսկ այդ խնդիրը, որ կար, ոնց որ պիլատեսը շատ օգնում է այդ խնդրի ոնց որ լուծմանը։ Ինքը ինձ եկավ ասեց 6 ամիս հետո գնացել եմ բժշկի, բժշկը ասեց ուր այս հատեցին մարդեն ու շատ հետաքրքիր բաներ, չգիտեմ, մեկը պունկտուալ չէր, դառավ պունկտուալ, մեկը ուղակի մոբիլնի չէր, դառավ մոբիլնի, ֆունկցիոնալնեսը չունի, ֆունկցիոնալնեսը շատ կարևոր է կյանքում։ Հենց պիլատեսը ինքը համարվում է ուժային ֆունկցիոնալ դաս, այսինքն ինքը եւ ճկունություն է զարգացնում, եւ ստաբիլություն է, եւ մոբիլնեսը է։ Ինձ թվում է շատ ուղիղ ազդեցություն ունի նաև մեր որոշումների որակի վրա մարզասենյակից դուրս։ Թե կյանքում ինչ ես ընտրում, ես իմ փորձից կարող եմ ասել, որ ես հաճախորդ ունեմ, ինքը գալիս է ասում Ինեսա ջան, միտքս ստեղ հանգստանում է, ես չեմ կարա չգամ։ Այսինքն ոչ դու ռելաքս ես լինում դասին, չէ, դու այնքան կենտրոնանում ես քո շարժումը ճիշտ անելու վրա, որ դու ուրիշ բանի մասին չես մտածում։ Այդ ժամը ես միշտ ասում, այդ ժամը պետքա ձերը լինի, մոռացեք երեխա, ամուսին, ընտանիք, գործ, կենտրոնացեք ձերը վրա, որտեվ այդ մի ժամը քոնն է։ Իսկ դու մեխանիկական աշխատանք չի։ Մեխանիկական աշխատանք չի, դու չես կարող երբեք ականջակալները ականջներիդ կամ ինչ որ մի հատ կինո նայելուց, ինչ որ մի բան լսելուց մարզվես։ Անհնարին է։ Ես նույնիսկ մարզվողից զգում եմ ինքը մտքով դասի տեղն է, թե դասի տեղ չի, որտեվ ինքը լրիվ ուրիշ շարժում է անում, երբ որ իր միտքը այդ պահին անջատվում է։ Առանց մտքի այդ կառավարման մենք չենք կարող ոչ մի շարժում անել։ Մտքի ուժը շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Իրականում մենք չեք պատկասում ինչքան ուժ ունենք։ Մեր պոտենցիալը մեր մտքի բավականին մեծ է։ Կամ հաճախորդները կարող է գալիս են մի հատ շարժում ցույց տամ, գոհ ո Ինեսա ջան, ուսի մենք կյանքում չենք կարա, ասում կարակ, իհարկե կարակ։ Ես էլ այդ սկզբից չեմ կարողացա այդ շարժումը անել, բայց կարևոր նախ դու հավատաս, որ դու կարողանալու ես անես։ Ու իրոք այդ հնարավորությունը, այդ պիլատեսը օգնում է մեզ, որ մենք այդ պոտենցիալը լրիվ բացահայտենք մեր մտքի եւ մեր մարմնի այդ կապը, ու այդ կապը շատ կարևոր է, այդ նեյրոմկանային կապը եթե չստեղծվի, ուրեմն պիլատեսի գալը անիմաստ է։ Եթե մի մարդ գալիս է պիլատեսի այդ գիտակցությունը չի կարողանում գտնի այդ կապը, ուրեմն պիլատեսի գալը անիմաստ է դառնում։ Ինքը ուղակի շարժումներ չի, ուղակի վարժությունների շարք չի։ Դա նույնիսկ կյանքի համար ամենակարևոր սկիլերից է, որ պիտի ձեռք բերես, որ մարմնիդ հետ կապ ունենաս։ Եթե մարմնիդ հետ կապ չունես, դու կյանքում չես հաջողի։ Հասմիկ ջան, մենք սովորում ենք լսել մեր մարմինը։ Մենք սովորում ենք հասկանալ ինքը ինչ է, նախ ցավը, օրինակ ցավը անցավ։
Ես հասկանում եմ, որ վարժությունից անցավ։ Ես հասկանում եմ, ու գիտեք, միայն շարժումը չէ։ Ես օրինակ առաջ միշտ տենց արտահայտություն կա, չէ, շարժումը կյանք է։ Չէ, որակյալ շարժումն է կյանք։ Եթե դու անորակ շարժում արեցիր, դու քո խնդրին ավելի վնաս ես տալի։ Դու պետք է այդ շարժումը այնքան ճիշտ, այնքան որակով անես, որ ինքը այդ իր նշանակետին հասնի։ Այդ ժամանակ դու գիտակցում ես, լնա իմ ցավը անցավ։ Ինչի, որովհետև սենց մատի տեղը ես սենց պիտի պահեի ընդամենը, որտեվ ես սենց եմ պահում, ինքը սխալ է աշխատում։ Այդ անորակ շարժումն է, սենց եմ պահում, որակյալ շարժում եմ ստանում, որը օգնում է իմ խնդիրների լիքը խնդիրների լուծմանը։ Ես որ զրուցում եի, ես պահ համեմատում եի նրան, որ շատ տարբեր իրավիճակներում, երբ որ մենք փորձում ենք պատասխանները ստեղից ընդեղից գտնել, ավելի ենք խճճվում, ավելի ենք մեր կյանք բերում անհանգստություն, տարակարծություն, բայց երբ որ լռում ես ու լսում ես քեզ ավելի ես ճանաչում, ինչ որ եղանակով, այլ ավելի երջանիկ ես լինում։ Ամենաբարձբանը։ Գիտեք, մեր մոտ մենք sense արտահայտություն ենք օգտագործում հետադարձ կապ։ Մենք այդ հետադարձ կապը գտնում ենք։ Մենք ավելի խորքը, այո, ինքներս մեզ հետ մենք այդ հետադարձ կապը գտնում ենք եւ իրականում մեզ բնությունը այնպես է ստեղծել, որ մեր մարմինը, մեր օրգանիզմը մեզ ամեն ինչ հուշում է։ Այո։ Մենք ուղղակի պետք է սովորենք իրան լսել։ Ինքը մեզ լրիվ ասում է ինչա պետք։ Երբ որ մեր օրգանիզմում ինչ որ մի հատ միներալ, մի պուճուրիկ պակաս է լինում, միանգամից ինչ որ սիմպտոմներ ինքը միանգամից ազդանշանները տալիս է։ Մնում է մենք ուղղակի լսենք եւ բացի լսելուց նաեւ այդ ամեն ինչի մասին հոգ տանենք, սիրենք ինքներս մեզ, դա շատ կարեւոր է։ Այդ մի ժամը անպայման տրամադրեք, որ երբ որ մարդիկ ասում են ես ժամանակ չեմ գտնում ժամանակ, ես միշտ ասում եմ ուզում եմ, բայց ժամանակ չեմ գտնում։ Ես ասում դու շատ չես ուզում։ Եթե մարդ շատ ուզենա, ինքը այդ ժամանակը կգտնի, ինքը պիտի գտնի այդ ժամանակը, որտեվ սա բարեկեցիկ կյանքի մասին է խոսք, այսինքն նույնը ոնց որ դու ասես ես ժամանակ չունեմ, հաց ուտեմ, ես ժամանակ չունեմ, լոգան կընդունեմ, ոնց դու ունես, չէ՞ ժամանակը։ Նույն ձև պետքա լինի մարզումը, դու պետքա դրա ժամանակը անպայման գտնես, որտեվ քո կյանքի որակը լրիվ ուրիշ ձև է դառնում։ Դու ես միշտ կնոջ վրա եմ օրինակը բերում, որ եթե կինը օրինակ այտենց բարեկեցիկ է, երջանիկ է, պիլատեսով է միշտ համատում, ինքը գնում ատուն ինքը լրիվ ուրիշ մամա է, ինքը լրիվ ուրիշ կին է, ինքը լրիվ ուրիշ դուստր է, որովհետև քո տրամադրությունը լրիվ ուրիշ է, քո էներգիան ուրիշ է, դու լրիվ դերական լիցքավորված հետ ես գնում ու դա արդեն այդ բարեկեցությունը քո սաղ ընտանիքի վրա է տարածվում, ոչ միայն քո վրա։ Ճիշտ։ Ինես, իսկ դու ինչ հաճախականությամբ ես մարզվում ինքդ քո համար։ Ես ամեն աստծոր մարզվում եմ։ Ամեն օր բացի կիրակի օրվանից, կիրակի օրն էլ պրոստը ստուդիան փակ է։ Բայց եթե բացիլներ ես այդ մի օրը կհանգստան։ Ամեն օր ես մի օր անում եմ մատ պիլատես, մի օր անում եմ մարզասարքեր, մի օր մատ։ Եթե այնպիսի օր լինի ես բաց թողեմ, ուրեմն ես մի օր կանեմ եւ մատ եւ մարզասարք իրար հետ։ 1 ժամ ամեն օր 1 ժամ ամեն օր ինքս իմ համար, բայց օրվա մեջ ու շատ ժամեր աշխատում եմ, արդեն եթե այդ ժամերն էլ գումարեմ իրար, երևի մի 2 ժամ ստացվում է ամեն օր, հա։ Ինեսա ջան, իսկ ասես կա կարծրատիպ, որ պիլատեսը թանկ է։ Մի քիչ կուզեմ խոսես դրա մասին։ Աննա ջան, նախ նշեմ, որ 100 տարի առաջ, երբ որ պիլատեսը դա 1940-ականներն էր, երբ որ Ջոզեֆ Պիլատեսը իր առաջին ստուդիան բացեց Նյու Յորքում։ Այդ օրվանից պիլատեսը եղել է թանկ արժեք ունեցող դաս։ Եվ մինչ օրս ինքը մնում է երևի ամենաթանկ դասերից մեկը։ Ինչի, որովհետև հաճախորդը մուծում է ոչ թե մի ժամ ուղակի գալու շարժվելու համար, նա մուծում է մասնագիտական գիտելիքի համար։ Այսինքն այդ մասնագետը երկար տարիներ մասնագիտական գիտելիք է ստացել, հատկապես պիլատեսը ու եկեք խոսեմ ավելի լավ մասնագետների մասին, որովհետև կան վերապատրաստումներ օրինակ, որոնք օրինակ on-line կարաս անցնես 3 օրանոց վերապատրաստում, 3 օր։ 4-րդ օրը քեզ համարես մասնագետ եւ գնաս դասավանդես։ Ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ այն մասնագետի մասին, որը որ շատ մեծ ներդրում է անում իր գիտելիքների մեջ եւ ինքը աշխատում է ինքը իր հետ։ Տարիների աշխատանք է։ Դա նախ վերապատրաստումները բավականին թանկ են։ Հայաստանում այդ հնարավորությունը երկար ժամանակ չի եղել։ Այդ գնալ գալը, այդ էներգիան, որը որ մենք ծախսում ենք, մենք օրերով, ես իմ վրա օրինակ վերեմ, ես օրերով, ժամերով իմ ընտանիքից կտրված եմ լինում, ուսումնասիրելով այս մեթոդը։ Մեր ընտանիքի անդամները արդեն մեր մեթոդի հիմնադիրի անունը, ձայնը լսել չէին կարողանում, որտեղ ես ամբողջ օրը այդ վիդեոները նայում էի, կարդում էի, աշխատանքից գնում էի տուն, այդ մեր ներդրումը բավականին երկար եւ բավականին թանկ է, այսինքն պետք է հաճախորդը նաեւ հասկանա,
հասկանա, որ ինքը իրականում ինձ չի վճարում։ Դա իր ներդրումն է իր երկար տարիների առողջության մեջ։ Ինքը առաջինը դա մուծում է ինքը իր համար, ոչ թե իմ համար։ Եվ ինչի է թանկ նաև, որովհետև մարզասարքերն են բավականին սենց եզակի, այսինքն պիլատեսի մեծ մարզասարքերը դուք երբեք չեք տեսնի մեծ մարզասրահում դրված բոլոր մարզասարքերի հետ։ Իրանք միշտ առանձին են, իրանք բավականին թանկ են, իրանք շատ տարբերվող են։ Հատկապես օրինակ մեր ստուդիայում մենք մեր մարզասարքերը աշխարհի լավագույն արտադրողից են գնել։ Ես իմ մի մարզասարքի գնով օրինակ կարող էի Չինաստանից պատվերեի 4 հատ կամ 5 հատ այդ նույնից, բայց ես այդ ռիսկին չեմ գնա երբեք, որովհետև առաջինը դա իմ հաճախորդի անվտանգությունն է։ Երկրորդը այդ աշխատանքը շատ ավելի ճիշտ է արվում, երբ որ դու պրոֆեսիոնալ մարզասարքերով ես աշխատում, որովհետև մեր ստուդիայի մարզասարքերը բավարարում են պիլատեսի ամբողջ ռեպերտուարը։ Եթե կա ռեպերտուարում վարժություն, որը որ ես չեմ կարողանա անել իմ ստուդիայում, ուրեմն ես մասնագիտացված պիլատեսի ստուդիա չեմ։ Ես պետք է բավարարեմ ամբողջ ռեպերտուարը, ես կարողանամ ձեզ տամ։ Կարող է դուք հասկանում եք շատ լավ պիլատեսից, ինձ գալիս եք ասում եք Ինեսա ջան, այս վարժությունն եմ սիրում անել, մեկ ես ասում ոյ, գիտեք, մենք այդ սարքը չունենք։ Այսինքն այդ ներդրումը առաջինը պետք է մարդ հասկանա, որ դա քո առողջությունն է, առաջինը լավ մասնագետի մոտ, լավ մասնագիտացված ստուդիայում եւ պետք է երբեք դրա վրա չխնայել։ Ես ասեմ, այդ դեպքում եթե դու ձեր բախտը բերել է, ձեր ընդհանուր նկատի ունեմ եւ դու ընկել ես լավ ստուդիա, լավ մասնագետի մոտ, դասը նույնիսկ էժան է, ես ես կասեի։ Հա, քանի որ համադրում ես գիտելիք, առողջություն, միջավայր ու այդ ամեն ինչը ոնց որ միտված է քո զարգացմանը, քո բարեկեցիկ կյանքին։ Աննա ջան, ավելի լավ է մի անգամ, չգիտեմ, թանկ վճարես օրինակ, բայց շատ հաճախորդներ ունեմ, եկավ մեջքի ցավով առանց մեջքի ցավի գնաց։ Մի անգամ ավելի լավ է դու շատ տաս, բայց այդ արդյունքը ունենաս, քան օրինակ 10 անգամ 10, բայց չհասկանաս ինչի համար ես տալիս, ավելի էժան, հա, ավելի էժան ու չհասկանաս ինչի մեջքի ցավը ավելացավ, ոչ թե պակասեց օրինակ։ Դրա համար մեր հաճախորդները բոլորը դա գիտակցում են։ Այսինքն, որ դուք եկար ցավով ու դուրս եկար առանց ցավի, դու չես խնայում արդեն ոչ մի բան։ Երբ որ դու եկար անտրամադիր եւ դուրս եկար տրամադրությունով չես խնայում, եկար առանց էներգիայի դուրս եկար էներգիայով, դու արդեն չես խնայում դրա վրա եւ ես նկատել եմ առհասարակ մեր հայ ժողովուրդը որակով բաներ մենք շատ ենք սիրում։ Մենք երբեք թանկ պատրաստ ենք, որակին մենք շատ մուծել պատրաստ ենք։ Այո։ Երբ որ դու արդյունքը տեսնում ես, արդեն հատկապես երբ որ արդյունքը տեսնում ես, այլ արդյունքը տեսնում ես, այդ ժամանակ արդեն գնաց այն սարաֆաննի ռադիոյի գովազդը, արդեն գնացիր բոլորին խորհուրդ ես տալի քո ընկերներին, քո բարեկամներին ու այդպես մեր հաճախորդների հենց այդ մեծ քանակը հենց դրա հետևանքն է, որովհետև մեկ գոհ հաճախորդը իր հետևից 10 հոգի բերում է։ Աննա ջան, դուք նաև ասացիք, որ ինչ տերմիններ են օգտագործում։ Պիլատեսը շատ եզակ է, ինքը իսկապես տարբերվում է բոլոր ցենց մեթոդներից եւ մարզաձևերից, ոչ միայն իր վարժություններով, վարժությունների անուններով, մարզասարքերով, այլ նաեւ տերմիններով։ Օրինակ ամենակարևոր տերմինը պիլատեսում դա կոնքի չեզոք դիրքն է։ Ունենք էլի ուսի չեզոք դիրք, դաստակի չեզոք դիրք, շատ մեջքի չեզոք դիրք, բայց կոնքի չեզոք դիրքը այն բոլորի համար է ոնց որ այլ մոլորակից եկած մի հատ տերմին լինի եւ ինքը շատ կարեւոր է պիլատեսում, որտեւ նախ ի սկզբանե ոնց որ պիլատեսը անգլերեն օգտագործեմ այդ տերմինը, ոնց որ powerhouse-ը հենց ոնց որ այս կենտրոնն է եղել, այսինքն ամբողջ ուժը մեր մեթոդի ոնց որ մեթոդաբանությունով դուրս է գալի հենց այդտեղից կենտրոնից, իսկ ոնց որ կոնքը մոտավորապես ընկնում է հենց այդ կենտրոնը, ու այդ չեզոք դիրքը իրականում շատ կարևոր է ճիշտ ինքը ոնց որ ֆունդամենտը լինի, այսինքն եթե ես ֆունդամենտը ճիշտ կառուցում եմ, արդեն այդ ֆունդամենտի վրա ամեն ինչ որ կառուցում է լինում է շատ ամուր, լինում է շատ առողջ եւ լինում է շատ ճիշտ։ Իրականում շատ մարդիկ կան, որ սկզբից չեն հասկանում կոնքի չեզոք դիրքը, ժամանակ է պետք, իրան իրականում գտնելը դժվար չի։
Դժվար է այդ դիրքը պահած աշխատանք տանելը։ Ու նաև շատ մարզվողներ սխալ կարծիք ունեն, ինչ որ ուրիշ մարզաձևերում, գուցե այդ մարզաձևերում, գուցե չեզոք դիրքը այդպես է, չեմ ասում սխալ է, բայց գալիս են ուրիշ կոնքի դիրք են ցույց տալիս, ու բա գիտեք, մենք գիտենք, որ սա է կոնքի չեզոք դիրքը, չեն պատկերացնում, որ հետո ես այդ ժամանակ սկսում եմ անատոմիան արդեն բացատրել, մեր ողնաշարի այդ էսաձև ֆորման եմ բացատրում, նոր ցույց եմ տալիս, թե ինչի է մեր մոտ հենց այդ կոնքի չեզոք դիրքը, շատ տերմիններ կան իրականում, որ դուք կլսեք միայն պիլատեսում։ Մի քիչ կպատմես լագրի հատկանիշների մասին, ինչու է տարբերվում լագրին։ Նախ ասեմ, որ մեր ստուդիայում մենք նաև այո ունենք լագրի դաս եւ մենք միակ ներկայացուցիչն ենք, ոնց որ այդ տեսակի տարածաշրջանում դեռևս այդ դասը չի անցկացվում, միայն անցկացվում է մեր ստուդիայում։ Նախ ասեմ, որ լագրին ծնվել է ռիֆորմերից, այսինքն լագրի մեթոդի հիմնադիրը երկար ժամանակ մարզվել է ռիֆորմերների վրա եւ իր մոտ տենց միտք է ծագել, որ ինչ կարելի է ինչ որ sense ռիֆորմերի նման ինչ որ մի հատ էլ դաս ստեղծել։ Լագրին ավելի ուժային կարդիո դաս է, շատ հետաքրքիր դաս է։ Ինչի մենք բերեցինք այդ դասը նաև ստուդիա, առաջինը որ ինքը ինչ որ նմանություն ուներ ռիֆորմերի հետ, թե չէ այլապես ես պրոստը չէի թույլ տա որ այդ դասը լիներ, եւ երկրորդը որ մենք ունեինք շատ հաճախորդներ, որոնք ասում էին, վայ, շատ հավես է գալիս ենք ստեղ, բայց բանը ուզում ենք նաև գնանք ջիմ, ուզում ենք ոնց որ այդ ինչ որ ուժային բաներ ենք ասում, ու մենք ոնց որ բերեցինք նաև այդ մարզասարքը, որպեսզի ունենանք այդ դասը եւ հաճախորդը անիմաց չգա մի հատ այստեղ, մի հատ գնա ուրիշտեղ աբոնեմենտ վերցի, մի հատ մեր մոտ վերցի, ոնց որ տվեցինք նաև այդ հնարավորությունը ուժային եւ կարդիո դաս անցկացնելու նաև մեր ակումբում։ Այսինքն ինքը կարդիո դաս շատ անգամ մարզվողները գալիս են, կարդիո պատկերացնում են, որ պետք է անպայման թռնեն, վազեն, ինչ որ sense արագ լինի։ Այսինքն կարդիո աշխատանքը մենակ դրանից չի սկսվում։ Եթե սրտի աշխատանքը արդեն ոնց որ արագացավ, արդեն կարդիո մարզումը սկսվում է։ Հենց լագրին իր հետաքրքիրությունը դա է, որ դու դանդաղ աշխատանքով ես հասնում այդ կարդիո աշխատանքին։ Այսինքն իր դանդաղությունից ուղղակի այդ մկանետ անգամ բարթանում է այդ շարժումը, որ սկսում են ուղղակի դողալ շատ հետաքրքիր դաս է եւ շատ sense սիրահարներ ունենք, որոնք հաճույքով հաճախում են։ Համեցեք դուք էլ փորձեք։ Անպայման։ Ինեսա ջան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մերսի, դուք էլ շատ հետաքրքիր հարցեր եք։ Եվ մի փոքրիկ նվեր մեր խանութսրահի կողմից։ Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ մեր լսարանին շատ հետաքրքիր էր եւ բոլորը մոտիվացվեցին, որ զբաղվեն պիլատեսով։ Մերսի Հասմիկ ջան, նվերները փոքրիկ չեն լինում, ասեմ իմանալ։ Շատ շնորհակալ եմ, այո, համեցեք բոլորով, փորձեք, մեկ անգամ գոնե փորձել պետք է, որպեսզի այս ամեն ինչը խոսացինք, շատ անգամ մարդկանց թվում է պիլատեսը մարքեթինգ կա, բայց չէ, դա այդպես չի, անպայման եկեք, փորձեք, ոչ թե նայեք, այլ փորձեք, որտեվ կողքից նայելով, հատկապես երբ որ մասնագետը ցույց է տալի ինչ որ շարժում վարժություն, ամենաբարդագույն շարժումը մենք արանք շատ sense սահուն, sense ցույց տանք ու կողքից թվա թե հեսա ես կբարձրանամ ու հենց հիմա ես կանեմ, բայց այն շարժման սկզբից բոլորը ընկնում են, դա համար փորձելը անպայման պետք է։ Փորձեք, եղեք առողջ, եղեք լի դրական էներգիայով եւ փոխեք ձեր կյանքի որակը։ Իրականում որ լսում եմ ես ամեն ինչը, անդադ մի հատ միտք էր պատտվում, որ ինչքան կարևոր է հաճախ միշտ խոսել այն ամենադրական, առողջությանը նպաստող այս թեմաներից, որովհետև ինձ թվում է պետքա շատ տարածել ու շարունակել կրթել մարդկանց, որպեսզի awareness-ը, հա, տեղեկացվածությունը բարձրանա ու մարդկանց կյանքի որակը իսկապես փոխվի ու մեր ոդքասթի նպատակն էլ է հիմնականում դա, որ ոգեշնչենք հատկապես կանանց ու աղջիկներին, ել ավելի ազատ, ել ավելի ինքնաբավ ու լիարժեք ու կյանք ունենալ ու նաև երկարացնել իրենց երիտասարդ տարիները։ Անա ջան, ձեր ոդքասթի անունը հենց Everything Wellness։ Wellness-ը այդ լրիվ it's all about Pilates, էլի լրիվ։ Կարելի է ամռանը ինչ որ հետաքրքիր բան կազմակերպել, կմտածենք այդ մասին, ինչ որ challenge կամ ինչ որ հետաքրքիր բան ու ներգրավել լիքը հավես աղջիկների ու կանանց ու այդպես լավ բան մտածել, ինչու՞ չէ։ Մտքերը շատ են wellness-ի շուրջ, այո, մենք լավ տենց մտքերի միշտ կողմ ենք ու սիրով կմիանանք։ Շատ շնորհակալություն, որ դու մեզ էլ կրթեցիր, իրական շատ բան սովորեցինք քեզանից ու մոտիվացվեցինք, չէ, որ անպայման եկող շաբաթվա մեջ պիլատեսի դասի լինենք։ Անպայման ու երբեք մի տենց հետոյի թողեք, հենց այսօր սկսեք, որովհետև ու այդ տարիքային սահմանափակումներ, չգիտեմ, երբեք չպետք է մտածես, չգիտեմ, այ լավ, ես կարող արդեն ուշ է, սկսեմ, չսկսեմ, չէ, պիլատեսը երբեք ուշ չի սկսել, вообще ոչ մի բան երբեք ուշ չի սկսել։ Ճիշտ է։
Ինչով է սա։ Մենք օրինակ Մերսի։ շատ տարիքային տարբեր խմբեր ունենք, եւ երիտասարդներ են գալի, եւ տատիկներ են գալի, Ամենամեծ տարիքը մամաներ, որն է 80 տարեկան ունենք, չէ՞, երևի ունենք տատիկ, հա, երևի ինձ թվում է մոտավորապես մի այդքան Մենք էլ յոգայի մոտ ժամ կլինի 80-ին, էլի, հա։ Դա համար ու գիտեք, այս ոգեշնչումը, այս մոտիվացիան իրոք բոլոր տարիքների համար է։ Այսինքն երիտասարդներին մենք մոտիվացնում ենք, որ իրանք տեսնեն, որ իրանք մամայի տարիքում իրանք կարան սուպեր ֆորմայի մեջ լինեն, դա միայն ջայլ ժամանակ չէ։ Ես ունեմ, չգիտեմ, օրինակ ես էլ եմ 40-ն անց եմ, չէ, ունեմ 50-ն անց նույնիսկ մարզվողներ, որոնք այնպիսի ֆորմայի մեջ են, որ 20 տարեկանը կարող է տենց ֆորմայի մեջ չլինի։ Կամ նույն ձև էլ են 30-ից հետո մարզվել, 20-ից հետո մարզվել, 40-ից, 50-ից, 60-ից են մինչև կյանքի վերջ։ Մերսի շատ։ Եթե հետո հետաքրիր հարցեր լինի, ձեր համար ինձ առանցին։ Մերսի։